Ինչու է կարևոր Ադրբեջանի հետ հակամարտության մեջ օգտագործել ճիշտ ձևակերպումներ։ Մինչև Բաքվի ֆաշիստները շարունակում են հավակնել հայկական հողերին, դրանք անվանելով արևմտյան Զանգեզուր և ժխտում են հայկական ինքնությունը, այդ թվում մեր ժողովրդի բնիկ իրավունքը հայկական հողի նկատմամբ։ Ես հերթական անգամ կոչ եմ անում հայկական տելեգրամյան համայնքին թշնամու վերաբերյալ օգտագործել ճիշտ և կոռեկտ ձևակերպումներ։ Այսպես, միջանցք, որը կկապի Նախիջևանը Ադրբեջանի մնացած մասի հետ ձևակերպման փոխարեն առաջարկում եմ գրել այսպես կոչված միջանցք, որը Սյունիքով պետք է կապի ժամանակավորապես օկուպացված հայկական Նախիջևանը մեծ հայքի արևելյան օկուպացված նահանգների, Արցախին և Ուտինքին։ Բնության մեջ ոչ մի Նախիջևան կամ Նախճևան գոյություն չունի, կա միայն հայկական նահանգ՝ Նախիջևան, որը 1921 թվականի մարտին բոլշևիկների և թուրքական օկուպանտների կողմից ապօրինաբար փոխանցվել է Բաքվի ռեժիմին հանցավոր գաղութատիրական գործարքի արդյունքում, որը հայտնի է Մոսկվայի պայմանագիր անվամբ։ Զանգեզուրյան միջանցք ձևակերպման փոխարեն գրում ենք այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք։ Զանգեզուրյան փոքրատառով։ Ադրբեջան բառի փոխարեն գրում ենք Բաքվի ռեժիմ, Բաքվի օկուպանտներ, Բաքվի մինի-սուլթանություն, այսպես կոչված ադրբեջանական պարզապես ադրբեջանա չակերտների մեջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի փոխարեն գրում ենք Բաքվի ռեժիմի մինի-սուլթանականության արտաքին գործերի նախարար։ Ադրբեջանի զինված ուժերի փոխարեն գրում ենք Բաքվի խմբավորումներ կամ Բաքվի օկուպանտներ։ Թուրքիա բառի փոխարեն գրում ենք թուրքական ռեժիմ, թուրքական ֆաշիստներ, թուրքական օկուպանտներ, այսպես կոչված Թուրքիա կամ Թուրքիա չակերտների մեջ։ Թուրքիայի զինված ուժերի փոխարեն գրում ենք թուրքական խմբավորումներ։ Ոմանց համար իմ խոսքերը կարող են թվալ ձանձրալի կամ ժամանակի կորուստ, սակայն կա մի գիտություն՝ հոգեբանալեզվաբանությունը, որն ուսումնասիրում է բառերի ազդեցությունը մարդու և հասարակության մտածողության վրա։ Եվ հավատացեք, թշնամին այդ գիտությունն ուսումնասիրել է երկայնքով ու լայնքով։ Հենց այդ պատճառով էլ թուրքական և ադրբեջանական աղբյուրներում որևէ հիշատակում չկա բնիկ հայկական հողերի մասին։ Յուրաքանչյուր բառ գրված կամ արտասանված ձևավորում է մեզ շրջապատող իրականությունը։ Բառը նյութական է, քանի որ այն կազմված է էներգիայից, իսկ էներգիան, ինչպես ասում են Էյնշտեյնը, ձևավորվում է նյութով։ Հիշիր, եթե դու պատրաստ չես օգտագործել ճիշտ ձևակերպումներ, ապա երբեք չես կարողանա փոխել այն նողկալի իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք։